աչքովս ընկավ, որ ուժեղ Հայաստան կազմակերպության վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը ինչ-որ ստատուս է գրել և խոսել է բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած ինչ-որ մարդու մասին։ Ես հասկանում եմ, որ իրանք շատ մեղսրտած են, որ ես տենց շարունակաբար մեկնաբանում եմ իր հոպարի ռուսաստանցի օլիգարխի հայերեն չխոսելու, միտք չունենալու, միտքը կտրտված ներկայացնելու և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գոյություն ունենալու հարցը և սա դրա արձագանքն է, ասեմ, որ դա շարունակվելու է և շատ ավելի սաստկանալու է, կախված նրանից, թե որքանով տվյալ անձը փորձ կկատարի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվել Ռուսաստանի Կալուգա քաղաքից, բայց այստեղ հիմա կարևորը ինչն է, կարևորը այն է, որ իմ համար զարմանալի է իրենց ուժեղ փորձել ներկայացնող մարդկանց այս սեթևեթումը, երբ իրենք փորձում են ամեն ինչ անել, որ ես հանկարծակի հնարավորություն չունենամ դատական հայտ ներկայացնեմ։ Դե ուժեղ տղա, ես առաջարկում եմ, որ դու գրես, դու ում նկատի ունես ասելով բախտի բերմամբ ազգային ժողովի նախագահ դարձած և ում նկատի ունես ասելով, որ կազինոներին կամ օնլայն կազինոներին հովանավոր է կանգնել և մարդկանց նստացրել է կազինո խաղալու վրա։ Եթե այդքան ուժեղ ես, ապա գրի անունս, թե չգիտեմ, ինչ-որ փաստաբաններ, ինչ-որ Ամստերդամներ, ինչ-որ Ռոտերդամներ և մնացած դամները քեզ խորհուրդ են տվել մաքսիմալ զգույշ լինել և մաքսիմալ վախենալ այն բանից, որ ուղիղ խոսես, կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվես։ Դե ինչ, Նարեկ Կարապետյան, քեզ 24 ժամ ժամանակ կամ ընդունիր, որ դու վախենում ես իմ անունը տալ, կամ ընդունի, որ դու նկատի ունես հանրապետական կուսակցության որևիցե այլ ազգային ժողովի նախագահի կամ որևիցե այլ երկրի կամ չգիտեմ մի բան հնարի, վստահ եմ ձեր մոտ դա կստացվի, մոնտաժեք, կմկմացեք և հրապարակեք, թե կոնկրետ ում նկատի ունես քո վերջին ստատուսը գրելու ժամանակ։